Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Խանդանյան, ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Արմեն Ռուստամյանը քիչ առաջ ճեպազորություն անդրադառնալով TRIP-ի նախագծին, դրա գործարկման հրապարակված տեխնիկական նկարագրին ասաց, որ այն իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, ավելին դրանով ֆիքսված է, որ Հայաստանը ընդամենը 26% սուվերենություն ունի այդ գործընթացում եւ հավելեց նաեւ, որ եթե իրենք կան իշխանության, փաստաթղթի մի շարք խնդրահարույց դրույթներ վերաբանակցելու են, ասաց նաեւ, որ ըսկի չբանակցեին էլ այդ 26%-ը ստանալու են, վատ բանակցող է։ Մեծ բանակցող վերլուծաբան եւ տեսաբան լինել պետք չէ պարզելու, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, որովհետեւ դա գրած է փաստաթղթի նախաբանում, որ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ, դա հայտարարություն է արտգործնախարարի եւ պետքարտուղարի բանակցությունների հետևանքով, բայց դա շրջանակ է եւ դա քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը, այն է պայմանագիրը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եւ TRIP զարգացման ընկերության կանոնադրային փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է 26% սուվերենության, իհարկե զավեշտալի է այս ձևակերպումը, օրինակ պարոն Ռուստամյանը չասեց, որ հետսում Հայաստանը քանի տոկոս սուվերենություն ուներ, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում քանի տոկոս սուվերենություն ուներ, մյուս Հայաստանի ուրեմն գազային համակարգի նկատմամբ քանի տոկոս սուվերենություն ունի։ Այս սրանք եւ չունենալով պետության մասնակցությունը այդ գործարքների մեջ, բայց այնուամենայնիվ ես չեմ պնդում, որ այս գործարքներում Հայաստանը չունի սուվերենություն, ընդհակառակը չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հետսում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր, ոչ, եւ այս նախագծով, TRIP-ի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Հնարավոր է հետագայում վերաբանակցել, ինչպես պարոն Ռուստամյանն է ասում։ Դրա որոշ դրույթներ խնդրահարության իր ձևակերպման։ Փաստաթուղթը բանակցվել է եւ ես որևէ հիմք եւ պատճառ չեմ տեսնում այն վերաբանակցելու։ Ցանկացած բան հնարավոր է վերաբանակցել ըստ էության, բայց դրա համար պետք են հիմնավոր պատճառներ, ես դրա ընդհակառակը, այս փաստաթուղթը շատ լավն է ու պետք է դա շարունակել սրա վրա աշխատել։ Անխոչնդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք օգոստոսի 8-ից հետո, որովհետև դա անխոչնդոտ նշանակում է, որ Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար եւ բայց բնականաբար դա այդ անցումը տեղի ունենալու Հայաստանի իրավազորության ներքո։ Պարոն Խանդանյան, ձեր ընդդիմախոսներ այսօր մեր ձևով ներկայացրել իր մեկնաբանեք էլի մեր ձևով ուժեղ Հայաստան, արդեն ուժեղ Հայաստան է կուսակցություն գրանցվել որպես, հիմա իրենց նախընտրական ծրագիրներ ներկայացրել, բավականին ներկայացչական այսպես բաներ են խոստանում հասարակությանը եւ կարծեք թե այս առումով ձեր ծրագիրը բավականին զիջում է։ Տեսեք, նրանք Չէ, նախորդ նկատի ունեմ, այն որ ասում եք խոստումները չեն կատարել, հիմա իրենք ավելի լավ խոստումներ են տալիս եւ ասում են դրանք իրականացնելու ենք։ Ասում են տարեկան 3000 փոքր ընկերություններ կստեղծեն 300,000 նոր աշխատատեղեր, դեղերի գների շեշտակի իջեցում կլինի 20%-ով, այսպես են մի վայրկյան։ Լավ, հասկանալի է։ Ես ճիշտն ասած նախկին իմ գործունեության ընթացքում լինելով լրագրող, հետո քաղաքականության մեջ լինելով վատ նախընտրական ծրագիր կյանքում չեմ տեսել։ Բոլոր նախընտրական ծրագրերը շատ լավն են։ Բայց այդ նախընտրական ծրագրերը պետք է նախ ընտրվեն եւ հետո կարողանան իրագործել։ Իսկ Հայաստանի անկախության
պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանի ներքին զարգացման տեսանկյունից նախորդ տարիները, հատկապես նախորդ 5 տարիները եղել են աննախադեպ տարիներ, թե սոցիալական, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից, թե տնտեսվարողներին տնտեսական հնարավորությունների եւ արտոնությունների հնարավորությունից եւ թե ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, կրթության, առողջապահության զարգացման տեսանկյունից եւ սրանք թեմաներ են, որոնք ավարտված չեն դեռ եւ դրանք պետք է շարունակենք եւ մենք պատրաստում ենք հաջորդ 5 տարիներին եւս քաղաքացիական ստանալու պարագայում շարունակել դրանք։ Իսկ թե ինչ շատ դպրոցներ պիտի կառուցենք 300, եթե չեմ սխալվում, բայց դրանք կեսն էլ չեք կառուցում։ Դրանց այդ դպրոցները կամ կառուցված են արդեն, կամ կառուցվում են, կամ նախագծման փուլում են, այսինքն բոլոր 300 դպրոցների պարագայում կա ավարտված կամ սկսված ընթացքի մեջ գտնվող process, բայց նաև քննադատում ասում են, ինչպես կարելի է գյուղում դպրոց կառուցել, գյուղում պետքա զավոդ կառուցել, իսկ բայց զավոդ կառուցելու համար պետքա մի քիչ խելք ունենալ եւ խելք ունենալու համար պետքա լավ դպրոց ունենալ, իսկ լավ դպրոցը լավ պայմաններն են նաև, ինչը մենք անում ենք։ Ես եմ շնորհակալ։